Hayas'tannem ve Türkiye'den ve Azerbaycan'dan gelen dostlara merhaba demek isterim. Benim için bir hayal gibi Türkiye ve Azerbaycan dostların gelmesi. Thank you very much for everyone for being here. I will speak in English for our all friends to understand. Շատ լավ, ես կխոսեմ անգլերեն։ Ես Թուրքիայի հայ եմ եւ ես իմ կյանքս նվիրել եմ այս օրերին, որ նորմալացվեն հարաբերությունները քույրերի եւ եղբայրների միջեւ։ Այստեղից, այս երկրից, այս հողից բարձ է մեր միջև կան սահմաններ, բայց մենք պետք է այդ սահմանները դարձնենք ավելի մաչելի միմյանց համար։ Ինչու, որովհետև այս սահմանի մյուս կողմում էլ ազգ կա, 30 կիլոմետր այն կողմ ազգ կա, որը դարեր շարունակ հազարամյակներ միասին են ապրել, բայց ունեցել ենք բարդ պատմություն եւ 120 տարի առաջ դժբախտաբար բաժանվել, կիսվել ենք ու ապրել ենք դժվար պատմությամբ, բայց հիմա մենք ունենք հնարավորություն գնալ առաջ։ Եվ ապրելով այս միջավայրում իմ տատս, որը որ հայերի ցեղասպանության զոհ էր, եւ հայրս, նրանք երկուսն էլ զոհվեցին, մեռան, ավելի ճիշտ, վախճանվեցին առանց արդարություն զգալու։ Բայց ես չեմ ուզում մեռնել առանց արդարության։ Ինչպես կարող ենք հասնել արդարությանը։ Ճշելով միմյանց վրա, փորձել ենք 120 տարի չի ստացվել դժբախտաբար։ Երկու կողմից էլ սահման, ես կողմից էլ, այն կողմից էլ մարդիկ իրար չեն ճանաչում, դժբախտաբար անդադար ատելության խոսք է հնչում միմյանց նկատմամբ ու պետք է առաջ անցնենք ուստի, պետք է փորձեցինք արդարություն գտնել Վաշինգտոն DC-ում, փորձեցինք արդարություն գտնել Փարիզում, բայց արդարությունն իրականում այստեղ է, այս դարաշրջանում։ Եվ հիմա վերջապես Հայաստանը եւ Ադրբեջանը երկկողմանի առանց միջնորդի խոսում են միմյանց հետ։ Սա երազանք է, որը դարել է իրականություն։ Հիմա հայ եւ թուրք պաշտոնյաները խոսում են ուղիղ միմյանց հետ անմիջականորեն։ Սա երազանք է, որը իրականացել է։ Եվ մենք ժուրնալիստները հիմա միմիասին են խոսում։ Մենք մի անգամ այս հնարավորություն ունեինք նոյեմբերին, հիշում եք 2008 թվականին ֆուտբոլային դիվանագիտության։ Մի հատն էլ ունեինք 90-ականներին, դժբախտաբար այն ժամանակ Հայաստանը պատերազմը շահեց, բայց չշահեց խաղաղություն։ Հիմա երկրորդ Ղարաբաղյան պատերազմը շահեց Ադրբեջանը։ Եվ հարցը այսպիսին է, Ադրբեջանը հաղթեց պատերազմում, բայց արդյոք Ադրբեջանի առաջնորդները այնքան իմաստնություն կունենան, որ հաղթեն խաղաղությունը։ Դա է հարցը։ Հայաստանը պատրաստ է այս խաղաղության համար, Թուրքիան էլ է պատրաստ այս նորմալիզացիայի համար։ Եվ ամեն ինչ ոնց որ թե այս օրերին գալիս է դեպի այդ կետը։ Շատ են խոսում կոնեկտիվության, սահմանների բացման մասին ու Անկարայից լսում ենք, ու սա շատ լավ լուր է ձեզ համար, որ 26 թվականի առաջին թե երկրորդ ամսին առաջին սահմանը Հայաստանի Թուրքիայի միջև բաց կլինի քաղաքացիների համար եւ հուսանք, որ առաջիկա ամիսների համար այս սահմանը բաց կլինի հայերի եւ թուրքերի համար։ Սա մեծ առաջընթաց կլինի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ճանապարհ կարող է բացվել երկաթուղային։ Ես Ամերիկայում էի վերջին 2 տարիներին, ինչու որովհետեւ մեզ պետք է, դժբախտաբար պետք է այդ մեծ եղբոր ձեռքը ու պետք է ինչ որ բրոկեր լինի հայերի, թուրքերի եւ ադրբեջանցիների միջև, բայց դժբախտաբար Թրամփը որոշեց մասնակցել, բայց թե որոշեց մասնակցել այն ճանապարհը, որ պիտի կոչվեր Թրամփի ուղի, Թրամփի ճանապարհ մեղրից դեպի Ղարս այդ երկաթուղին պատրաստ կլինի եւ ազգերը պատրաստ կլինեն ողջագուրվել եւ այդ ճանապարհից կօգտվեն նաեւ ռեգիոնալ երկրներ Ուզբեկստանից, Ղազախստանից մինչեւ ուր սա հրաշալի կյանքի գիծ է բոլորիս համար եւ մենք բոլորս պետք է պատասխանատվություն կրենք դրա համար վերադարձեք ձեր երկիր, խնդրում եմ գործընկերներ եւ խնդրեք ձեր կառավարություններին, որ անեն իրենց կողմից ինչ հնարավոր է Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը կապելու համար, որ առաջ գնան, որովհետեւ այս ամիսներից է կախված ապագայի հարցը եւ սա հնարավորությունների եւս մեկ պատուհան է, որովհետեւ դե գիտեք, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինան օկուպացնելով առաջիկա ամիսներին դա ասենք ապա չի օկուպացնի եւ
Պրեզիդենտ նախագահ Թրամփը պատրաստում է եւս մեկ գագաթաժողով պատրաստել եւ ինչպես հիշում եք այնքան փոքր երկրների լավ չի որ փոքր երկրների ճակատագրերը որոշում են խոշոր երկրները դժբախտաբար այդպես է լինում բայց մենք հիմա որպես ռեգիոնալ երկրներ ռեգիոնալ իշխանություններ պետք է մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը եւ դրանից բացի իհարկե շատ բան կա անելու խոսելու շատ բան կա շատ ճանապարհներ կան որ բացվելու կարիք ունեն եւ պատմություններ պիտի գրվեն միասին մենք կարող ենք Ադրբեջանին ու Հայաստանին փոխել բնականաբար չեն կարող դրանից սпасել որ դառնան համաշխարհային երկրներ բայց այս ռեգիոնի շուրջ այս ռեգիոնում այնքան ինչպես Մարուան ասաց այդքան խոսակցություն է գնում այս երկու քուրդական գործընթացն է առաջ գնում Թուրքիայում եւ Սիրիայում մեծ գիտեք փոփոխություններ կան այդ կոնֆլիկտի մեջ թուրք կիպրոսական հարցեր են փոխվում գնում են դեպի իհարկե տարածաշրջանում բազմաթիվ կոնֆլիկտներ կան բայց բոլոր կոնֆլիկտները ասես կարելի ասել դանակի եզրին են կամ ամեն ինչ պետք է միանա միավորվի ու շարժվեն բոլորը միասին առաջ կամ ամեն ինչ պետք է քանդվի եւ փլուզվի քաոսի մեջ ես իհարկե նաիվ չեմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միլիոնավոր կորուստներ եղան այնքան բան խառնվեց քանդվեց բայց վերականգնումը սկսվեց տնտեսական պատմությունից եւ տնտեսական պատմությունն Ֆրանսիայի, Գերմանիայի ուրիշ երկրների միջև բերեցին, որ նրանց միջև լինի նաև քաղաքական փոխընկալում։ Հիմա նախագահ Թրամփը այս մոտեցումն է ցուցաբերում Վաշինգտոնում։ Նա շատ պրագմատիկ է։ Նա ուզում է, որ տնտեսական պատմություններ միայն զարգանան եւ չի ուզում որ կոնֆլիկտներ լինեն սա կարող է դիտվել որպես բացասական ասենք նա համար միևնույն է դու ով ես ինչ ես քրիստոնյա ես իսլամ ես հայ ես ադրբեջանցի ես թուրք ես նրան հետաքրքրեն միայն տնտեսական պատմությունների զարգացումը եկեք սա տեսնենք որպես դրական երևույթ եկեք թույլ տանք նրան որ նա շարունակի աշխատել լուծել այս կոնֆլիկտը ու անցնենք առաջ մենք հիմա իրոք ամբողջ ռեգիոնի համար ունենք հնարավորություն հիմա ես զում եմ անում դեպի կետ դեպի կիզակետ տեսնում եմ հնարավորություն առանձին պետությունների համար Ադրբեջան Թուրքիա Հայաստան բայց երբ որ զում եմ անում դուրս տեսնում եմ որ այստեղ հրաշալի մեծ հնարավորություններ կան մյուս ուրիշ երկրների համար Հնդկաստան Չինաստան եւ այլն եւ Իրան եւ տեսնում եմ թե ինչ պրոյեկտներ կան Թուրքիայի միջև Իրանի համար ինչու են այս կորիդորները այս միջանցքները մրցում միմյանց հետ մենք բոլորին կարող ենք վերցնել մի նավի վրա կարող ենք փոխկապակցվածություն ստեղծել երկրների միջև Ադրբեջանից դեպի Հայաստան Սիրիայից դեպի Հնդկաստան նայեք տեսեք ինչպիսի հզոր պատմություն կարելի է կառուցել Ադրբեջանից դեպի Սիրիա տվյալների պատմություններ, կապի պատմություններ, եւ այս աշխարհագրությունը կարող է միասին շարժվել առաջ, բացի միմյանց, ասենք փոխարենը միմյանց ատելու, փոխարենը միմյանց հետ մրցելու, միմյանցից փորձելու կորզել ինչ-որ առավելական շահ, կարող ենք միասին շարժվել առաջ եւ սկսել ռեգիոնալ այս հաղորդակցումը, որովհետև մենք նոր դարաշրջանի սկզբում ենք արդյունաբերական հեղափոխությունը որոշ երկրների հարստացրեց, որոշ երկրներ մնացին աղքատ եւ բնականաբար դուրս մնացին, բայց մենք հիմա անցնում ենք արհեստական բանակության հեղափոխության դարաշրջան ու 5 տարվա ընթացքում ամեն ինչ փոխվելու է տնտեսություն ով ինչ ասի ամեն ինչ փոխվելու կամ մենք կբռնենք այս հոսանքը այս շարժը ու կանցնենք առաջ կամ կկորցնենք եւ կմնանք նույն կոտրված դաշտակի առաջ եւ մենք ունենք մեծ հնարավորություն միասին անցնելու շնորհակալություն